Պարոն Տոնոյան, տեղեկացանք, որ մի այդ հայտարարությամբ է հանդես եկել ձեր պաշտպանական թիմը, որ պահանջել է դիրքորոշում հայտնել, կառավարությունը ձեր գործի վերաբերյալ, ձեր մեկնաբանությունը սրա կապակցությամբ։ Ինչ որ անհրաժեշտ էր, պաշտպանական խումբը ներկայացրել է, որևիցե մի այլ բան մեկնաբանելու, եթե ինչ որ բացատրելու խնդիր կա, խնդրեմ կոնկրետ հարց տվեք։ Մի փոքր ավելի ճակերտները բացել ինչի մասին է սա խոսում, որպեսզի հանրությանն էլ ավելի Սա վերաբերում է իմ կալանքին, որը տևել է շուրջ 3 տարի։ 3 տարվա կալանքը Մարդու իրավունքների Եվրոպայի դատարանը գտել է, որ խնդրահարույց է եւ բացատրություններ է պահանջել կառավարությունից, ինչպես նաեւ առաջարկել է, որ հաշտության գնալի մենք, բայց դեռ 3 ամիս ունեն իրենք հաշտության գնալու։ Պարոն Տոնոյան, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ Արտեմի Քոչարյանը հայտարարել է, որ որևէ խնդիր չկա, դուք կարող եք գնալ, ծանոթանալ, կարդալ։ Ի վերջո ստացվեց ծանոթանալ այդ զեկույցին։ Ոչ, քանի որ եթե ես չեմ ուզում հիմա ճշգրտեմ որևիցե մեկի ասածը, բայց եթե ես չեմ սխալվում, Արտեմի Քոչարյանը ասում է ոչ թե զեկույցին ծանոթանալ, այլ Արտեմի Քոչարյանը ասում է, որ ես կարող եմ ծանոթանալ միայն այն արձանագրություններին, որոնք որ ես ելույթ եմ ունեցել։ Եվ փակ եւ բաց նիստին զեկույցի վերաբերյալ ինչքան հիշում եմ ինքը չի խոսել։ Բայց ես նաեւ իրավունք ունեմ սահմանադրական օրենքով, ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, նաեւ իրավունք ունեմ ծանոթանալու զեկույցին։ Բայց ես դիմել եմ եւս մեկ անգամ, դրա վերաբերյալ է համապատասխան հայտարարություն, որովհետեւ մի պատասխան չունեմ դեռևս։ Գուցե չկա իրականում այդ զեկույցը։ Չէ, զեկույցը պատրաստված է, բայց զեկույցը չունի այն կարգավիճակը, որը որ ըստ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պետք է հնարավորություն տա, որ ես ծանոթանամ։ Եթե այդ զեկույցը բացակի, դուք այնքանով որքանով որ ունեք տեղեկատվություն կամ ձեր ներկայացրած հիմնավորումները, հնարավոր է օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ վատ դրության մեջ հայտնվի, դրանով է պայմանավորված նաև, որ հանրությունից են փորձում թաքցնել 44։ Ես չգիտեմ ով կարող է ինչ իրադրության մեջ հայտնվել, խնդիրը նրանում է, թե ճիշտ բովանդակություն ունի այդ զեկույցը, որը որ հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա։ Իմ խնդիրը հասկանալ, թե պատասխանները ճիշտ են ձևակերպված, ճիշտ ընկալումների են եկել եւ նաեւ չլինեն միջազգային լուրջ խնդիրներ դրանից հետո։ Պարոն Տոնոյան, գնդերեցների վերաբերյալ ես նաև ուզում ձեր մեկնաբանությունը լսել, ձեր պաշտպանության նախարար եղած ժամանակ երբևէ մտադրություն ունեցել եք մոթորականների ծառայությունը կրճատել, ինչպես եւ տեղի ունեցավ վերջերս։ Ես չեմ կարող ասել հիմա ծառայությունը կրճատվում է, հիմա ձևափոխվում է, ինչքան ես հասկացա, բայց իմ նպատակը իմ պաշտոնավարման ժամանակ եւ այն ժամանակաշրջանում, երբ որ ես եղել եմ առաջի տեղակալ եւ որպես վարչության պետ միջազգային համագործակցության համար պատասխանատու ամեն ինչ արել եմ, որ գնդերեցների ծառայությունը պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, թե իրենց պահպանման ծախսերի առումով, թե իրենց գործունեության ապահովման, թե փոխհարաբերությունների զինված ուժերում, բացի դրանից ես գնդերեցների աշխատանքը ծառայությունը զինված ուժերում, նաև պատերազմի եւ ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել, շատ բարձր։ Բայց նաև հաջողվեց առանձին նստավայր ընտրել Սուրբ Մայրամասնացածի կանաչները այդ ժամանակ։ Դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ եւ ես շատ բարձր եմ գնահատում իրենց աշխատանքը, իրենց ծառայությունները։ Պաշտպանության նախարարի այս հրամանից որոշումից հետո բազմաթիվ գնդերեցներ ճնշող մեծամասնությունը դուրս եկան, պարոն Տոնոյան, եւ ընդամենը, եթե չեմ սխալվում, 3-4 գնդերեց են մնացել։ Սա այդ տեսանկյունից ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Ես չեմ կարող ասել ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց ես կարող եմ ասել, որ որևիցե ձևով այդ հոգևոր ծառայության, հայ առաքելական եկեղեցու հոգևորական ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը զինված ուժերում որևիցե լավ նպատակի չի բերում։
Եվ այս համատեքստ Բարոյաքեբանական են ասում։ եւ այս համատեքստ Եթե 90%-ից ավելին հայ առաքելական հետևորդներ են մեր զինծառայողները։ Պատերազմի ժամանակ են կրվել։ Ես 44 օրյայի ժամանակ եմ ասում, որ բարձր եմ գնահատում, ես նշեցի պատերազմին եւ ճգնաժամային փուլում։ Շատ բարձր եմ գնահատել իրենց ծառայությունները, շատ։ Պարոն Տոնոյան, այս թեմային է։ հա, այս համատեքստում այսօր կատարվող հայ եկեղեցու շուրջ պարոն Տոնոյան ձեր մեկնաբանությունը ինչպիսին է։ Չեմ ուզում ես մեկնաբանեմ այսօրվա կատարվողը, որովհետեւ դրա մեկնաբանման հնարավորությունը եկեղեցին ունի։ Եվ անում։ Դուք սպասեք երբեք, որ օրինակ հենց բազմաթիվ եկեղեցականների, այդ թվում որ առաջել ամենայն հայոց կաթողիկոսի երկի իմ համար դա ցավալի է։ Այս ինչ որ կատարվում է հիմա, ցավալի գործընթացներ են։ Այդ կան։ Պարոն Տոնոյան, եւ բանակի Պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման վերաբերյալ 2 տարուց 1.5 տարի անցումը դուք ինչպես կգնահատեք եւ նաեւ քպական պատգամավորի ներկայացումը։ Ես արդեն հարցազրույցում տալ եմ ամբողջական, ես չեմ ուզում ծավալվել զինված ուժերի ոչ։ Դա ես այդ հարցերին կպատասխանեմ շատ ավելի բարենպաստ պայմաններով։ Տոնոյան եւ խնդրեմ նաեւ անդրադառնալ վերջերս Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա կապակցությամբ երբ ուղերձ էր հղել նշել էր որ ՀԱՊԿ-ը խոչընդոտ է հանդիսացել որ մենք միջազգային այլ կառույցներից ենք կարողանանք գնել մտավախություն կար որ դրանք կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս դուք եւ պաշտպանության նախարար եք ՀԱՊԿ-ը խոչընդոտ հանդիսացել է ձեզ համար այլ երկրներից արևմտյան կառույցներից զենք գնելու համար։ Ես իմ ուղղակի sense հետոնական հարց եմ տալու։ Իսկ մենք հարկից դուրս ենք, որ հիմա ձեռքբերումները կատարվում են։ Մենք Ռուսաստանի սարստել ինչ կա, մենք դուրս ենք եկել կարգավիճակ փոխվել է։ Ես հարցները ճիշտ ասած չեմ հասկանում ինչ նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում միջոցառումներին, որոշումների կայացմանը եւ այլն եւ այլն։ Բայց կարգավիճակը չի փոխվել, չէ՞ իրավական կարգավիճակը։ Մենք անդամ ենք եւ ոնց որ ես տեսնում եմ, դա չի ոչինչ։ Եվ նաեւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում որևիցե փոփոխություն չկա։ Որից որևիցե փոփոխություն չկա։ Դրա համար ես չեմ կարծում, որ որևիցե ավելի շատ դա եղել է Արցախի հակամարտության հետ կապված խնդիր եւ նույն Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները եղել են Մինսկի խմբի համանախագահներ եւ իրենք իրենց այն ժամանակ դուք չէին տալու վատակարներ կատարել ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան։ Խնդիրը հիմնական խնդիր։ Պարոն Տոնոյան, եւ մենք վերջին ճշգրտող հարց։ Դուք երբ Ամերիկայում հայ համայնքի հետ հանդիպում եք ձեր հայտնի հայտարարությունը, ես ուզում եմ իմանալ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է նոր պատերազմի տարածքներում։ Որովհետեւ ձեր վրա են բարդում այսպես ասած։ Հիմա տեսեք, այդ հարցին ես հիմա չեմ պատասխանել, դրա համար կա գիրք, որտեղ որ ամեն ինչ գրված է։ Խնդրում եմ ընթերցեք գիրքը։ Շնորհակալություն։